Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Ես չեմ հավատում աղջիկ ջան, 65 տարեկան մարդ եմ, չեմ հավատում, կյանք տեսած մարդ եմ։ Թուրքին ինչ խաղաղություն։ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել, անընդհատ խոսում է, բայց չի անում։ Բայց չխոսած, կոզնանեց նոր խոսած։ Իսկ դա հակառակը։ Հայաստանի մարդը պետք է նախ մտածի ժողովրդի մասին, այն ապագա սերնդի մասին մտածի։ Մենք երազում ենք, որ խաղաղ ապրենք։ Ուստեր պետք է մի քիչ աչքա բացի։ Հերիկա։ Խելքի կա որ էս ինչ օր են գանք, համոտ է։ Մենք արդեն հոգնել ենք այս պատերազմից ու այդքան երեխա զոհվամը մեղ չենք։ Կասկածում եմ, որտեղ նման իշխանություն է խնդրելով ադրբեջանցիները, խնդրելով այ ազգերին գնալով ուրեմն ինչ ասեմ, մեղանչել ամեն մի պահանջի դեպքում հակադիր պահանջ կամ իր ունեցած իրավունքը չօգտագործել։ Ժողովրդին բանի տեղ դնող չկա։ Որ խոսան, բան անեն, ինչ խոսան։ Որպես երկիրը զարգանա խաղաղությունը պետք։ Եթե իրոք այս թուրքը վերանա, սա ահավոր է, սա սատանայից էլ է ահավոր, ներ է սա նստած։ Թուրքին հետ ինչ խաղաղություն։ Ես 30 տարի է թուրքերի հետ պայքարում եմ։ Մենք նասնետ ես ոնց խաղաղության մեջ ապրեմ։ Այն ժողովուրդը որ իրան կընտրի, կգնան թուրքերի հետ կապրեն։ Իրան չեն ընտրի, 10% չեն դրել։